Քասախ եւ Պրոշյան համայնքների բնակիչներն են, բողոք ունեն։ Իրենց համայնքներից մայրաքաղաք եկող տրանսպորտի երթուղին կարճացել է, բայց ուղևոճարը թանկացրել են 200-ից 250 դրամ։ Քասախից եւ Պրոշյանից Երևան հասնելու համար ուղևորները նախկինում վճարում էին 150 դրամ։ Պիտի օր 200-400 դրամ ամեն մի հոգի ավել դրաման վճարի։ Կորցնեմ խի Ամեն ինչը չի։ Ակցիայի մասնակիցները պահանջում են նաեւ որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, որի համաձայն Պրոշյան Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացնի համար 277 միկրոավտոբուսը։ Մինչև այդ Երևանի հետ կապն ապահովել է Երևանի ավտոբուս ընկերության թիվ 25 երթուղին, որի ուղեգիծը Պրոշյան Ավան Զեյթուն հատվածն էր։ Երևանի քաղաքապետարանի որոշում կա։ Նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կիլոմետր ճանապարհ Քասախ եւ Պրոշյան համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի ֆիզիկայի ինստիտուտ։ Մետրոն գնացողը, որը կարա մետրոյով շատ Իշնի Հալաբյանի այդ ժամանակվա պրոբկեն ու հասկանում եք այդ ինչական։ Բացի դա մեր ժողովուրդը արդեն ադապտացվել է տվյալ տրանսպորտի ուղղության վրա, մեկ մի աշխատանքի տեղ գտել է այդ տրանսպորտի հետ ճանապարհի վրա։ Ուսանողներն են խնդրի առջև կանգնելու, մի քանի անգամ տրանսպորտ են փոխելու, ավելի շատ գումար են վճարելու։ Նրանց ծնողներն առաջարկում են երթուղին հասցնել օրինակ մինչև մետրո բարեկամություն կայարան։ Դրա համար էլ քննարկում է անհրաժեշտ Երևանի քաղաքապետարանի հետ։ Եվ պահանջում ենք պարոն Ավինյանից, որ ավտոբուսը Երևան քաղաքի, որ պետք է սպասարկի Երևան քաղաքի բնակիչներին, պիտի գա այստեղից շրջադարձանի ու հետ գնա։ Այսքան ժողովրդի մեծ մասը քանի օր է կտրված է աշխատանքի, չի գնում ոչ մեկ աշխատանքի, դասի, թե ուսանող, թե աշխատող, բոլորը իրենց հարցի լուծման է սպասում։ Ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելացավ։ Րոպե առ րոպե ավելացավ նաև ոստիկանների թիվը, ու իրավիճակն ավելի լարվեց։ Հասկացա, կարեցին 10 կիլոմետր սրանք փակեցի։ Ասեք լիակոմանի փակ։ Եկին բացեք հաճանապարհ։ Որոշ ժամանակ ընդդիմանալով ոստիկանության պահանջներին կողմերը կոմպրոմիսի եկան։ Ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը։ Կառավարությունից խոստացել են, որ ապրիլի 9-ին կընդունեն ու կլսեն Քասախի եւ Պրոշյանի բնակիչներին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։